Անահիտ Աստվածուհու պատկերն ահա այսպես աստիճանաբար ուրվագծվում է Երևանի սրտում, թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքի պատին։ Մուրալը ստեղծելու համար նկարիչ Մինաս Հալաջյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներից է ժամանել Հայաստան։ Նախագծի ղեկավարը Դավիթ Խաչատրյանն է։ Կարծում եմ, որ հերթական արտ նախագիծը նպաստելու է շենքի պոպուլարիզացիային, իբրև մշակութային օջախ, իբրև օջախ, որը պետք է ծառայի մշակույթի ասպարեզում ապագա սերունդների կրթմանը։ Եվ ես օրինակ ուրախ եմ, որ այս վերջի մի քանի օրը ինստիտուտի ուսանողները գալիս են, հիանում են եւ շնորհակալություն են հայտնում, որ շենքը ավելի դրսից, մինիմում գոնե դրսից նմանվում է օջախի մշակութային։ Բացի հիացական խոսքերից կան նաև քննադատական մեկնաբանություններ։ Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն էր իր Facebook-ում հարց բարձրացրել մեջբերեմ, ինչպես կարելի է սրբատաշ տուֆը, որը մի ողջ քաղաքակրթական շերտ է պարունակում, ժամանակավոր գրաֆիտով այլանդակել, մեջբերման ավարտը։ Մուրալ նախագծերի հեղինակը հակադարձում է, շենքը պատմամշակութային հուշարձան չէ։ Այս տուֆը ինքը ընդհանրապես քարը, որը որ ծածկված է այս սովետական ժամանակաշրջանում կառուցված քիմիական տեխնիկումի շենքի վրա, կարող է ենթադրում են, որ սա արվել է նրա համար, որպեսզի ամբողջ կոմպոզիցիայի մեջ այս գույնը լինի, բայց որպես այդպեսին, երբ որ շենքին նայում եք, ինքը չի փայլում իր ճարտարապետական գլուխգործոց լինելով, առավել եւս ես ասեմ, որ միջազգային պրակտիկայում շատ լայն կիրառում ունի նաեւ տուֆի վրա նկարելու փորձը։ Մինաս Հալաջյանն Անահիտ Աստվածուհուն պատկերելու փորձ ունի, սակայն այլ երանգներով։ Այս անգամ քննարկումների առիթ է դարձել նաև ընտրված երկնագույն ֆոնը։ Դավիթ Խաչատրյանի խոսքով մի քանի տարբերակ են դիտարկել, իսկ նկարչի խոսքով սկզբում նախատեսված էր պատը զարդարել միայն Աստվածուհու կերպարով առանց գունապատման, սակայն ԿԳՄՍ նախարարության մասնագետների հետ քննարկումից հետո որոշվել է մուրալը դարձնել գունավոր, քանի որ 18 մետր բարձրությամբ և 10 մետր լայնությամբ պատի վրա միայն Աստվածուհու պատկերն անավարտ դատարկ կթվար։ Նկարչության մեջ գոյություն ունի շերտեր հասկացողություն, գույների շերտեր հասկացողություն, երբ որ դու վերջնական գույնին ես գալիս եւ հասնում։ Դրա համար այդ գույները դրվում են, վերջնական լուծումը գալիս է այն ժամանակ, երբ որ վերջնական տարբերակն ես դու ստանում։ Մեր հասարակության ներկայացուցիչները, որոնք տեսել են եւ կարող է եւ նաեւ առաջի հայացքից իրենց համար դա աննորմալ է եղել, իրանք հանդիպել են ընդհանրապես աշխատանքային process-ում որևիցե գրունտային գույնի հետ, որի կարծում եմ վերջնական տարբերակը տեսնելով իրենք 100%-ով իրենց կարծիքը փոխելու են, որովհետեւ այստեղ հիանալի նախագիծ է լինելու։ Անահիտ Աստվածուհու երևանյան մուրալը Մինաս Հալաջյանի ստեղծագործական ուղու ամենամեծ աշխատանքը կլինի։ Նկարիչն ու նախագծի հեղինակը վստահեցնում են, գույնը դեռ վերջնական չէ։ Նախագիծը կյանքի է կոչվում բարերարների աջակցությամբ։ Դավիթ Խաչատրյանի ջանքերով մինչ այս արդեն ստեղծվել են ժպտացող հայուհի, մուտք դեպի մեծ արվեստ եւ ընդվզում մուրալները։ Իսկ Անահիտ Աստվածուհու մուրալն ավարտուն տեսք կստանա առաջիկա օրերին։